Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է, ինչ կմաղթեք նրան։ Կմաղթեմ, որ քիչ խոսե, որովհետև գոնե մեր սերունդը շատ լավ հիշում է, թե ինքը ինչ էր արել ժամանակին։ Ինչքան քիչ խոսա, ինչքան շուտ մոռացվի, այնքան լավ։ Գնացեք իրանց հարցեք։ Կմաղթեմ առողջություն, ամենայն բարիք, թող ծառայի մեր պետությանը, մեր ժողովրդին։ Մի քիչ խելք հավաքի, ինչեր։ Ոչ մի բան։ Չեմ ուզում։ Ինչ կմաղթեի։ Ինչ կմաղթեի։ Եթե կարող է իր ասխալները ուղի։ Մեծ մաղթանքներ, առողջություն, որ իր բոլոր ծրագրերը կատարվեն։ Ոչ մի բան։ Ծննդը շվաբոր։ Ոչ մի բան։ Ասա քանդես մեր երկիրը, ինչ պետք է մաղթենք իրան։ Չգիտեմ, մեզ եմ մաղթում, որ ապրենք խաղաղության մեջ, մենք լավ ազգ ենք, մեր ազգին արժանի ղեկավարության հետ։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին մաղթանքներ չունեք։ Մաղթանքներ բոլորին եմ ցանկանում, թող առողջ լինեն, ապրեն այնքան ինչքան տրված է, գիտակցությունով, խելքը տեղը, ուժը տեղը։ Ոչ մի բան։ Թող գնա գյորվի։ Ինչի՞։ Որովհետև ինքը սկսեց քանդել այս երկիրը։ Հասկանում եք, ինքը սկսեց քանդել այս երկիրը։ Արդյունաբերությունը զրոյացրեց։ Ինքը գիտնական դառնելով միտում 10 մեռած լեզուն անալ գիտությունը ոչնչացրեց։ Սա սարքավորումներ գործարաններ ծախեցին գնաց։ Էլ ինչ նրանց ինքը սկսեց այն սոբասներն եկան շարունակեցին։ Ես մեկն եկավ սկսեց вообще ամեն ինչը տալ այ բաների դեմ են ալի այսպես կռացած է ես նկարած ունեմ այդ սև կռացած է մանգալի հազիվ աշկերը բարդնով էր ես տենա ստեղ սաղի վրա մուրճ երկաթի մուրճը ձեր գլխին կտամ այսանանը բայց երկիրը ես ժողովուրդ դրաներ արժա ես ապուշին ես տգետին անգրագետ չասեմ կյանքում եկեղեցի մտած չկար օրը մեջ եկեղեցի այ մա գնում իթոն հաստատ կյանքում եկեղեցի գնացած չկար դա